Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին այս օրհնված օրվա համար, ինչպես մեր քույրը ասավ, քարոզները անոնք ուղղակի լսելու համար չեն, քարոզները ջամփաներ են, որ Աստված մեզի կցցնե, որ ինչ ջամփայով մենք պիտի քալենք։ Ամեն։ Այսօր գուզեմ խոսիլ հոգևոր անկորձությունը հավասար է չար եւ անբիդան ծառայի բիդագավորման։ Այսինքն ոչ մեկ բան անելը հավասար է չարության եւ անբիդան ըլլալուն։ Ամեն։ Շատ ժամանակ մենք կգարձենք, որ մենք լավն ենք։ Մենք մեգումը վադություն չենք աներ։ Մենք մեգումը դունը չենք քանթած։ Մենք ամեն ինչ ճիշտ կնենք գոր։ Մենք մեգումը չենք վիրավորել գոր։ Բայց փամը չնելը թեր ասել չէ որ ճիշտ բան գնես գոր։ Այսինքն, երբ որ մենք մեջտեղն ենք, ոչ չարություն գնենք գոր, բայց լավությունն ալ չենք աներ գոր, ադի արդեն ասել է հոգևոր անկորձություն։ Ադի մեզի կդանի անբիդանյության եւ չարության, Աստվածաշունչը գսե։ Ես այսօր այս արագին վրա պիտի մենք խորանանք։ Երեք դաղանթների կամ ծառաների արագը գրված է Մատթեոս 25-ին մեջ։ Գարթանք եւ միասին քննարկենք։ Ամեն։ Մի մարդ օդար երգիր քնալիս կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց հանձնեց։ Մեկին 5 քանքար տվավ, մեկին 2, մյուսին 1։ Յուրաքանչյուրին ըստ իր կարողության եւ մեկնեց։ Նա, ով 5 քանքար էր ստացել, դրանցով գործարք արեց եւ 5 քանքար եւս շահեց։ Նույնպես եւ նա, ով 2 քանքար էր ստացել, 2 քանքար եւս շահեց։ Իսկ նա, ով մեկն էր ստացել, քնած հողը փորեց ու իր դիրոջ արձաթը թաքցրեց։ Եվ շատ ժամանակ անց ծառաների դերը եկավ ու նրանցից հաշիվ պահանջեց։ Նրա մոտ եկավ 5 քանքար ստացողը, բերեց եւս 5 քանքար ու ասավ. Դեր ինձ 5 քանքար տված էր, ահա դրանցով ես 5 քանքար եւս շահեցա։ Եվ նրան դեր ասավ. լավ, բարի ու հավատարիմ ծառա, քանի որ թուն քիչի մեջ հավատարիմ եղար, ես քեզի շատի վրա կգարկեմ, մտիր քո դիրոջ ուրախության մեջ։ Նրա մոտ եկավ նաև 2 քանքար ստացողը եւ ասավ. դեր ինձ 2 քանքար տվիր, ահա ես 2 քանքար ալ շահեցա։ Նույն բանը։ Նրան դերը ասավ. լավ, բարի ու հավատարիմ ծառա, քանի որ թուն քիչի մեջ հավատարիմ եղար, ես քեզի շատի վրա կգարկեմ, մտիր քո դիրոջ ուրախության մեջ։ Նրա մոտ եկավ 1 քանքար ստացողը եւս ու ասաց. դեր ես գիտեի որ թուն խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ ուր չես սերմանել եւ հանգվակում ես այնտեղից որտեղ չես ցանել։ Եվ վախենալով գնացի քո քանքարը հողի մեջ թաքցրի, ահա քոնը։ Նրա դերը պատասխանեց եւ ասավ. չար ու ձույլ ծառա, ուր չեմ գիտեիր որ հնձում եմ այնտեղ ուր չեմ սերմանել եւ հավաքում եմ այնտեղից որտեղ չեմ ցանել։ Ուրեմն դու պետք է իմ արձաթը դրամափոխների մոտ տնեիր ու երբ ես քայի իմ ունեցածը դոգոսի ստանայի։ Արդ վերցրեք սրանից քանքարը եւ 10 քանքար ունեցողին տվեք, որովհետեւ ամեն ոք ով ունի նրան կդրվի եւ գավելցվի, բայց ով չունի նրանից ունեցածն ալ կվերցվի։ Իսկ այդ անբիդան ծառային գցեք խավարի մեջ, այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ Ամեն։ Ուրեմն քանքը սկիզբեն։ Մենք կտեսնանք որ կար 3 ծառաներ եւ դերը 3-ին ալ բաժնեց, մեկումը 5, մեկուն 2, մեկուն 1։ Այսինքն 4-ը չէին, որուն 3-ին բաժնեց Աստված։ Մեկը չի գրնար ասել ես Աստծո արքայության մեջ անելիք գործ չունիմ։ Աստված ամենուն բաժնեց։ Այսինքն մեկումը 5, մեկուն 2, մեկուն 1։ Մեկը չի գրնար ասել Աստված ինձի բամը չէ դված, որ ես չաշխատիմ։ Ամենն ալ ունին եւ գրված է իր կարողություն, ամեն մեկուն իրեն կարողության չափով։ Եթե մենք բանիմը կփախվենք որ կգարձենք որ մեր կարողությունն վեր է, հոս 2 դարբերակ կա։ Գամ թունք ու կարողությունը չես ճանչնար Աստծո մեջ, 2 ադի քեզի համար դրված չէ եւ թունես որ այդ փերը կվերցնես կորքու վրա։ Ամեն։ Բայց Աստված ունի ամեն մեկուն դված բան։ Եվ կտեսնանք առաջինը ծառան գսե որ վերցուց եւ կորձար կրավ։ Աս կորձակ բառը շատ կարեւոր է։
այսինքն աշխատծուց։ Ինչ է որ Աստված մեզի կբաժնե։ Շատ բարձ բաներ գլա խոսք, որ գունենանք մեր մեջը, գամ ֆինանս, գամ հայտնություն, գամ աղոթքի ցանկություն, եւ ադիգա երբ որ գվերցնենք եւ գբահենք, չենք կործատրեր, ինչպես կկործատրես բամը, որ Աստված դվեր է քեզի, խորհելով, մտածելով, աղոթելով, թիմացինին հետ բաժնեկցելով, եթե տուն ասոնք չես կործի չես ցներ, որ Աստծո դվածը, չի ավելնար անոր վրա, կործի բիտնես, որ ադոր վրա ավելնա, ինչպես որ ասմարթը հրավ, կործար կրավ եւ 5-ին վրա 5 շահեցավ, հո շատ աղոր օրինակ կուզեմ դալ։ Մեր սիրելի քույրերեն մեկը գիտենք, որ սկիզբ երբ որ սկսավ քարոզելու, ինքը ինչ հրավ, Աստված բարգև դված էր իրեն քարոզելու։ Սկիզբը երբ որ սկսավ գմգմոց կար։ Սկիզբը այդքան լավ չէր, բայց ինչ կորձի տնելով, ոչ թե առնել բահելով, կորձի տնելով, հիմա կտեսնանք, որ իր քարոզները ամեն մեկուն ցանկ կուտան եւ շատ աղվոր են, այսինքն շատ գդարելակորձված են։ Ինչի հիման վրա, կորձի տնելու հիման վրա։ Եթե մենք անկորձ ենք, եթե մենք բամը կորձի չենք տներ, որ չի ավելնար մեզի։ Եվ Աստված ինչ ասավ, փարի եւ հավատարիմ դարա քնա դիրոջ ուրախության մեջ։ Եվ որ մենք Աստծո դվածը, Աստծո կորձին վրա գաշխատենք, լա այդ խոսքը դարաձել են կամ ինչ որ մեկում օգուտ դալեն, մեր հովիվը շատ լավ ասած է, որ առաջին Կորինթացիս 14-ի մեջ ինչ գրված է, որ ամեն անգամ գսե ինչ կնե, ասինչ բանը ըրեք, որ եկեղեցին շինություն լա, ասինչ բանը ընենք, որ եկեղեցին շինություն լա, այսինքն մեր որպես քրիստոնյա առաջին հիմնական բաներեն մեկն է ուրիշին շինություն ըլլանք, ուրիշին օգնական ըլլանք, ինչով որ գրնանք, ինչով որ Աստված գծցնե գոր, բայց երբ որ մենք ամեն ինչ մեզի կբահենք, ինչպես ասմեք քանքարը բահեց եւ ուրիշին չենք կրնար գոր հեչ մեկ ցևով օգնությունը լալ, ըլլա խոսքով, ըլլա մխիթարանքով, հեչ մեկ ցևով չենք կրնար գոր ուրիշին օգնել, ադիգա Աստված գսեբե չարություն, եսասիրություն է ադի, բայց երբ որ մենք Ատպանը, որ մենք գարնենք կոր, ուրիշին օգուտ գլակոր, մեն ես գարիքները, երբ որ լսած եք նախքին քարոզը, գարիքներում մեջ կսեմ, գարիքը գլագոր շատ ժամանակ մեր կյանքերուն մեջ, ոչ թե որ Աստված միայն մեզի օրտնե ադով, այլ մեր շրջապատի մարդիկ դեսնան եւ փառավորեն Աստծուն Աստծո կորձերը։ Ինչ որ կգադարվի մեր կյանքերուն մեջ, միայն մեզի օգուտ դալու համար չէ, մենք պետք է ուրիշին ադով օգտակար ըլլանք, ամեն։ Թուն շատ գսես ինչով ես գրնամ, աղոթքով, աղոթես, գտեսնաս որ մեկը նեղության մեջ է, աղոթ քրե, սիրտիդ մեջը թիր, սիրե, ներե, Աստված ինքը գծցնե թուն ինչով գրնաս օգտակար ըլլաս ուրիշին։ Անոր համար գսե բարի եւ հավատարիմ, հավատարմությունը սիրելիներ շատ կարեւոր է։ Հավատարիմ ինչս է նեղ ամուսնության ժամանակ ինչ կսեն, նեղ եւ լավ օրերուն համար, բադրաստ ես կենաս, ասի է հավատարմությունը, ոչ թե օրմը սիրտս գուզե գաշխադիմ, օրմը հոգնած եմ չեմ ըներ, հավատարմությունը այն է, որ թուրսը անցրև է ցույն է ինչ որ է, ես հավատարմությամբ Աստծո կորձը գշարունակեմ ընելու, ոչ թե երբ որ նեղություն գլա, գհոգնիմ, ադիգա գգենա, հավատարմությունը այն է, որ իրավիճակները ինձի չեն թելադրեր, որ ես հիմա գուզեմ գնեմ Աստծո կորձը, գուզեմ չեմ ըներ, եթե անան գլա պատկերացուցեք ամեն գիրագի քակ, թուք Աստծո խոսքը սպասելու եւ քարոզող չլա, քանի որ ինքը սիրտ չուներ, քանի որ ինքը խնդիրի մեջ էր, բայց ոչ Աստված հավատարիմ է ծեր գերագորը ծեր ժամանակին դալու։ Եթե հավատարմություն չլար, ուրեմն օրմը օրտնություն գարնես, օրմը չես առներ, բայց հավատարմության մեջ է որ գործնվիս։ Ամեն։ Հետո ինչ կսե։ Մդիր իմ հոր ուրախության մեջ։ Այսինքն Աստծո գամքը գադարելով, Աստծո կորձը ընելով, մենք ինչ կուքա մեր այսինքն Աստված ինչով է որ գահադուցե մդիր իմ դանս ուրախության մեջ ուրախություն իրական ուրախությունը հոն է ուրգա Աստծո գամքը գադարել ուրգա Աստծո կորձերը ընել եւ գսե քիչին մեջ հավատարիմ եղար քեզի շադին մեջ պիտի տնեմ շատ ադեններ մեկ անգամ մենք կսենք ասի մենք մեկ անգամ շատ ուզենք ունենալ
Մենք մեկ անգամեն մեծ եկեղեցի ուզենք կոր, մենք մեկ անգամեն մեծ հրաշքներ ուզենք կոր, բայց այդ քիչը որ դրված է մեզի, հոն եթե հավատարիմ չես, ուրեմն շադին մեջ ալ թուն հավատարիմ չես լար։ Եթե քիչին մեջ թուն քու կորձը չես կատարեր գոր, շադին մեջ ալ թուն հավատարիմ չես լար։ Թուն գարձես որ շադը ըլլան է թուն հավատարմությամբ կնես քու աշխատանքը հոգևոր։ Բայց եթե քիչին մեջ հավատարիմ չեղար, Աստված քեզի շադը չի դար։ Քալով մեկ քանքար ունեցողին չրավ, բահեց։ Բադ պամը ըրավ, գործունցուց ինքը իր քանքարը, չի գործունցուց։ Բահեց, որ փափուկ դեղը թրավ, որ չի գործունցնե և աստուն դա։ Բայց լավն ալ չրավ։ Ոչ վադը ըրավ, ոչ ալ լավը ըրավ։ Բահեց, այսինքն հոգևոր անկործությունը, երբ որ մենք մեր վրա կորց չենք վերցներ, որ հոգևոր թաշտին մեջ աշխատելու, Աստծո համար գսե չար և ձույլ ձարա։ Եվ որ թուն ուրիշին չես կրնար գոր հեչ մեկ ձևով օգտագար դառնալ, ոչ աղոթքով, ոչ կորձ ունիս, այսինքն անհոգության մեջ ես չար և ձույլ ձարա։ Բայց նայեցեք, ինչու համար այդ մարդը մեկ հատը բահեց, ուզեմ արմադին երթանք։ Ես գիտեի, որ թուն խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, ուր չես սերմանել և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել և վախենալով գնացի քո քանքարը հողի մեջ թաքցրի ահա քոնը։ Առաջին բանը այդ մարդը չէր ջանչնար Հիսուսին։ Գսե որ թուն խիստ ես և ուր որ չես հնձում ես այնտեղ, ուր չես սերմանել և գհավաքես հոն, ուր չես ցանած։ Այդ դերը իրենց դվավ, ոչ թե չի դվավ քանքարները, դվավ։ Այսինքն ինքը գսե որ գհնցես, որ ուր չես սերմանած, ինքը սերմանած էր, չէ, սերմանած էր։ Այսինքն գհավաքես հոն, ուր չես ցանած, ինքը ցանած էր, ինքը սերմանած էր և եկած էր հավաքելու, սխալ ճանաչողություն ուներ իր դիրոջը։ Ինքը չէր ջանչնար, որ թե իր դերը ով է, և սուդության մեջ էր ինքը, որ իր դերը խիստ անձնավորություն է։ Երկրորդ բանը, ես վախնալով կացի ու քու քանքարդ բահեցի, վախ, որ ես չեմ գրնար անել, վախ, որ ես բավականը չափ բդուղ պիտի չի գրնամ դալ, վախ, որ ես պիտի խոսիմ ինձի պիտի չի լսեն, վախ, որ ես պիտի խոսիմ սխալ բամը պիտի ասեմ։ Վախը իրեն ցկեց, որ ինքը այդ քանքարը բահե։ Վախը կբերես ադանան, թուն չես կրնար, թուն ով ես որ խոսիս, թուն ով ես որ ընես, թուն ով ես, այդ վախը ինչ կնե, ես ինչ կարնեմ գոր Հիսուսեն գբահեմ գոր ինձի։ Ասի անշուշտ այդ մարդուն նայվածքներ, թե ինքը ինչու չրավ, բայց Աստված ինչ ասավ իրեն, նայեցեք, շարունակելով, ուրեմն թուն գսե չար ու ձույլ ծառա, Աստծո համար ադիգա չարություն է, այսինքն թուն ունիս և չես տարգոր ուրիշինի, գրնա խոսքը լա, գրնա հայտնությունը լա, կամ գտեսնաս, որ մեկը ինգած է, թուն ունիս քու մեջդ, բայց թուն քեզի բահած ես, ադի եսասիրություն է, չարությունը եսասիրություն է, երկրորդը ձույլ ծառա, ձուլության վարժը բերենք, նստենք ու պամը չնենք, միան վերցնենք ու կանք միան վերցնելու, գիտես, մույսները Աստված 5 քանքար ունեցողին 5 դվավ, 10 չի դվավ, իրեն կործներ 5 10 ըներ, մենք կգարձենք, որ միան Աստված մեզի բիտ, դա մենք կորդ չունինք, ոչ, Աստված գուդագոր, որ թուն ադոր վրա աշխատիս և ադիգը ավելցնես, նույնն գսե ես ցեզի արմադը դվի, Բողոս Արաքյալը գսե, ամեն մեկին գախված է ադոր վրա ինչպիսի դուն կգառուցե, փայդով, արձատով, թե ոսկիով, մենք կորձ ունինք, միան վերցնելը չէ մեր կորձը, մեր կորձը մեր վերցուցածը կորձարկ ընենք, տնենք աշխատացնելու, աղոթքով, գարթալով, հայտնություն ավելցնելով, ուրիշին օգուտ լալով, որբեսի մեր ունեցածը շատնա, Աստված չէ որ ամեն ինչ պիտի դա, մենք ունենք կորձ ավելցնելու, շատ ժամանակ կարծենք որ չէ միան Աստված պիտի դա և մենք Աստծո դվածը պիտի դանք, այո, Աստծո դվածը պիտի դանք, բայց մենք կորձ ունենք անելու, կորձարկ եղավ գսե որ Աստված։ Պիտի գարթամ Հակոբոս 4:10 Արդ, ով բարին իմանա ու չանի նրա համար մեղք է։
Բարին գիտես Աստված ինչ կսպասի որ գիտես Աստծո գամքը ինչ է քեզի համար, բայց չես ներգոր։ Թակցուցած ես, Աստծո խոսքը դու չես թափած, դու ամուր բահեր ես, թակցուցեր ես, բայց հողին մեջ։ Մեկը չի գիտեր որ քու մեջը ինչ կա, քու մեջը թակնված է, այսինքն աշխարհքովեն անցնողը չի գիտեր հոստեղը քանց կա։ Աստված ինչ կսել լույսը Ղուգաս 11-ի մեջ է գարձեմ։ Ղուգաս 11:33-ին պիտի գարտամ։ Ոչ ոք ջրակը վարելով ծածուկ տեղ չի տնում, ոչ էլ քրվանի դակ, այլ աշտանագի վրա, որբեսի ներս մտնողները լույսը տեսնեն։ Այսինքն մեր մեջ գա լույս, չի գա մեկը որ գրնա ասե ես ընելիք չունիմ, ես չեմ գրնար մեկումը օգտագար դառնամ։ Մեր մեջ լույսը գա, մենք կբահենք կոր։ Մեկը չի տեսնա, մեկը չի ասե որ ով որ այդ լույսը ունի, թող ամենաբարձր դեղը տնի, որ մտնողները տեսնան։ Այսինքն միայն քեզի համար չէ, դու չես ապրիր որ միայն քեզի համար։ Դու գաբրես որ լույսը լաս քու շրջապատի մարդոց։ Բարձր դեղը թիր։ Այսինքն Երևալի համարցակ ամենաբարձր դեղը եւ Աստծո անունը դալով, Աստծո կորձերը կորձելով, Աստված ինչ ունի մեզի համար, որբեսի մտնողները տեսնան եւ լուսավորվին իրենքալ, ամեն, որբեսի քու շրջապատի մարդիկ չմնան խավանի մեջ։ Պիտի գարտամ հայտնություն 3:14-16 Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին քրեր։ Գիտեմ քո կորձերը, որ ոչ սառն ես, ոչ ալ դակ։ Երանի սառը գամդակ լինեիր, ուրեմն քանի որ քախ չես եւ ոչ դակ, ոչ էլ սառը քեզ իմպերանեց պիտի փսխեմ։ Առաջ մեզի կարոզած էին, որ սառը աշխարհիկն է դակ Հիսուսի համար դակ լանք, ոչ անոր մասին չէ խոսքը։ Այս խոսքը հadouk եկեղեցի մասին գսե, որ իրեն ճուրը աչ կամ ցախ կոմեն որ գուքար մեկը շատ բաղ էր, մեկն ալ շատ դակ էր, բայց երբ որ գահասներ այդ քաղաքին քախ չկլար եւ մարդիկ խմած ադենը գփսխեին այդ ճուրը եւ հիվանդություններ գուքար այդ քոլ ճուրը բանեն անոր համար ինչի մասին է ոչ սառն ես ոչ տակ այսինքն օգտագար չես սառը բաղ ճուրը գխմենք գզովանանք դակ ճուրնալ թեյն է գխմես գդակնաս Այսինքն բաղ ճուրը օգտագար է եւ դակ ճուրը օգտագար է սուպեր եփելու եւ այլն օգտագարություն ունի բայց երբ որ դու օգտագար չես այսինքն կորձեր չունիս որ մարդ գրնա որ քեզ մե օգտվիլ ոգեվորաբես կխոսեմ գրնալա շատ հրաշալի գինես տուն շատ հրաշալի մայր ես դնդեսվար ես բայց դու հոգեվոր անկորձության մեջ ես Աստված կսե ես պիտի փսխեմ քեզի Քաղցությունը Աստծո մեջ ոչ սառը ոչ տակ երբ որ մենք հոգևոր անկորձության մեջ ենք Աստված պիտի փսխե գսեգոր ամեն Փառք Աստծուն որ Աստված մեզի գահանե գամ գբաղեցնե գամ գդակցնե որբեսի մենք մտնանք Աստծո ուրախության մեջ Շարունակելով 27 խոսքը տեսեք ինչ կսե Ուրեմն թուն պետք է իմ արձաթը տրամափոխների մոտ տներ որ երբ ես քայի իմ ունեցածը դոգոսով ըստանայի Ով է տրամափոխը Ուր գրնամ տնել իմ արձաթս որ ոնդեղը ես տրամափոխեն դոգոսով Աստված գրնա վերցնել Տրամափոխը այն անձն է գրնա լալ հովիվը կամ այն անձը ով գիտե ինչպես մարդու ռեսուրսները քու դաղանտները գրնա օգտագործե եկեղեցու շինության համար Գրնա ասել հովիվիտ մոդենա ասես ես աս խոսք ունիմ ես ինչով գրնամ ծարայել ինչով գրնամ օգուտ դառնալ եկեղեցին եւ տրամափոխը գօգտագործե քու ռեսուրսներդ որ ունիս եկեղեցու շինության համար Մենք ամեն մեկս գրնանք Աստծուն հարցնել ինչ ունիս որ դված ես ինձի շատ ադեն մենք ադոնք չենք տեսնար որ Աստծո դված լավ բաները որ մենք ունենք Աստված ունի ամեն մեկուս, հավատացեք դուք շատ արժեքավոր եք եւ Աստված ամեն մեկուտ մեջ արժեք դրած է եւ այդ արժեքը դրած է որ ոչ միայն թուն ադիգա ադով փայլիս այլ նաեւ ուրիշին լույս տաս ամեն ես ուրիշ օրինակ մոգուզեմ բերեմ որ շատ աս տրամափոխներուն բանը գրնա ճիշտ ցևով ընե Աստված մեր ընտանիքին օրհնեց շատ մթերքներով եւ մենք այնքան շատ էր այդ մթերքները որ չենք գիտեր ինչ պիտի անենք այդ մթերքով եւ ճունեինք այդ ռեսուրսները որ մենք ինքներս
դուրս ելայինք եւ մարդկանց գարիքավորներուն ծառայելու։ Եվ ինչ ըրինք Աստված իմաստություն տվավ եւ մենք գրցանք գաբվիլ այն մարդոց, ովքեր որ արդեն այդ գարիքավորներու ծառայության մեջ էին եւ իրենց դվինք Աստծո տված օրհնությունը, որ իրենք կրնան բաժնել։ Մենք չենք կրնար, թում չես կրնար որ անել։ Դուր մեգումը որ կրնա անել քու փոխարենդ։ Աստված չէ դված որ ադիգա մահանա։ Ինչը ալ որ ըլլա ֆինանսը, ըլլա քու դաղանթը աղոտքդ, չէ թրացքու մեջդ, գիտես, եթե թուն չնես ուրիշը պիտի անե։ Որովհետև Աստված ինչ կսե որ ադիգա որ ունիս, քեզ մե պիտի վերցվի եւ դրվի անոր որ ունի։ Ես աս խոսքը միշտ ինչու չունեցողեն պիտի վերցվի։ Ոչ թե չունեցողը չունի, ոչ ունի ինքը մեկ քանքար ուներ, բայց վերցվեցավ իր մե, ինչու, քանի որ ինքը անկորձության մեջ է։ Եթե մենք վարժվենք ածուլության մեջ, անի որ մենք ունենք ուրախությունը, խաղաղությունը, եկեղեցին գգորսնցնենք եւ գդրվի այն անձերուն, որ ովքեր որ գուզեն գոր աշխատել, ովքեր որ գաշխատին գոր Աստծո համար։ Անոնք որ ունին, պիտի ավելցվի, այսինքն եթե թուն աշխատես, Աստված պիտի ավելցնե, քեզի նույնը պիտի չի ցկե, բայց եթե թուն զուլության ջամփան ընդրած ես, քեզ մե ունեցածը դալ պիտի վերցվի եւ պիտի դրվի անոնց, որոնք ունին։ Դեղ քայլ չի գա։ Մենք ամեն քինով գուզենք կորբահենք ադիգա որ մենք ունենք։ Բայց եթե ոչ վադը չես ներգորթուն լավ ես չի գանանք բան։ Հոգևոր անկորձությունը հավասար է ձուլության, չարության եւ գսե ամբիդան ծառա, բիդանի չեղարթուն հեչ մեգումա։ Ամբիդանությունը մարդուն ինքը գվնասե։ Ես գիտեմ մարդը որ ձերացած է եւ ինքը հզոր, ասանք աշխատող եղած է եւ հիմա ինքը երբ որ ամբիդան գսկա գոր իրեն, որ ոչ գրնա գոր աշխատի, ոչ գնոջը գրնա գոր օգնություն տառնա, ձերությունը իր վրա եկած է, այդ ամբիդանության ըսկացումը իրեն ամեն օր գմերցնե գոր ես ամբիդան եմ, ես բանում պետք չեմ, ես բանիմը մեգում օգուտ չեմ լար գոր, Աստված չուզեր գոր որ մենք ադով ըլլանք, Աստված գսե որ ես ծրած եմ քու մեջդ, թուն բիդանի ես եւ ես գուզեմ որ քեզի օգտագործեմ շատերուն համար։ Բայց նստելով չէ, միան Աստծո վերցնելով չէ, այլ դալով, ադիգա աշխատցնելով, աղոթքով եւ գարթալով, որ մենք ավելնանք։ Որովհետեւ ամեն ոք ով ունի, նրան կդրվի ու կավելցվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ Եթե մնանք ծուլության մեջ, ինչ որ ունենք մեզ մե կվերցվի։ Մենք չի գարձենք, որ մենք վատ բանը չենք ներգոր, ուրեմն պիտի չի գործընծնենք։ Պիտի շարունակես գործընծնել, ինչպես որ քույրս է, քումարը երբ որ մնա, կորձարկի չի տնես, չավելնար, եւ Աստված ինչ կսե որ, ադիգա որ ունի իր դաներ այդ կորձակի տներ, նույն բանը կսե որ տրամափոխներուն դա էր, որ դոգոսով վերցնել, թուն չես կրնարնել, քնա մեգումը ով որ գիտե Աստծո համար քու ռեսուրսներդ օգտագործել, որպեսզի եւ քեզի եւ ուրիշներուն բիդանի ըլլա։ Իսկ այդ անբիդան ծառային գցեք խավարի մեջ այնտեղ կլինի լաց ու ադամների գրջդոց։ Ուրեմն վախի պատճառով վախը բռնած էր այդ մարդուն, որբեսի չի կործե, վախի պատճառը ինքը անանք կտեսնար գոր, բայց Աստված իրեն 3 բան տեսավ՝ ձուլություն, Աստծո թակավորության մեջ չուզեր գոր աշխատել, չարություն, եսասիրություն եւ մույսը անբիդան, այսինքն պետք չեղավ, բիդանի օգուտ չդվավ մեգումը, անբիդան ծառա եւ կնա լաց ու գրջդոց, այսինքն երբ որ դխրություն կա մեր յանքերուն մեջ, շատ ժամանակ այդ դխրության պատճառը մեր հոգեվոր անկորձությունն է, որովհետեւ մենք այդ լույսը չենք կրնար որ բաժնեկցենք, որովհետեւ մենք Աստծո թակավորության կորձերը չենք կրնար որ անել, գրնալ լալ ոչ թե միան ուրիշին, այսինքն քո անձը շինելու, քո անձը դալ չես շիներ գոր, քո այդ բաները, վատ բաները որ գտեսնաս որ չես աբաշխարեր գոր, չես աղոթեր գոր ադոնց համար, որովհետեւ ազատագրվիս, քո անձը դալ չես շիներ գոր, որ գրնաս ուրիշներուն օգտակար ըլլաս։ Առաջինը մեր անձերը պետք է շինենք, ադալ աշխատանք է սիրելիս։ Եվ որ մենք մեր անձերը կտեսնանք, որ ես ասպան ունիմ, ասպանը խանգարե ինձ Աստծո թակավորության կորձեր անեմ, շինեք ու անձդ Աստծո հետ միասին, մինակը չես կրնար, անհնար է, բայց Աստված քեզի այդ ռեսուրսը, այսինքն այդ խանգարը դված է, որի վրա գրնաս
հիմք տնել, որին վրա կգնաս աշխատես, որովհետեւ Աստված ամեն անգամ ինքը իր խոսքը կղրգե, որ քեզի սրբեցնելու, մաքրելու, վերցուր եւ աշխատիր, աղոտ քրե, դեր Աստված խաչելության մասին կանցնկոր, դեր Աստված խաչե իմ անձս, ես կուզեմ որ մահացած լամ, ամեն տեսակ մեղքի համար, ամեն տեսակ հուսահատության համար, ամեն տեսակ խեղճության համար, ամեն ինչ որ կդեսնաս քո մեջը գործ է, աշխատանք է, եւ որ մենք կվերցնենք, նստենք, կբահենք հանգարց չերթա, բայց մենք չենք աշխատիր, ադիգա արդյունքը չի դար, ադիգա բդուղ չի բերեր։ Գիտես սիրելիս, առաջնային կորձը ատքանքարը ուրդեղեն կսկսի, քու անցիդ վրա աշխատելեն։ Երբ որ կդեսնաս թուն ասինչ խնդիրը ունիս, ոչ թե ինչպես Աստված գսե հայլին մեջ կդեսնանք եւ գմորնանք, այլ գաշխատենք։ Նույն առաջին Կորինթացիս 14-ը ինչ կսե, լեզուներով աղաոտքը մարդու շինության համար է, մարդուն անձը գշինե։ Եթե թուն չես աշխատիր գոր քու անձը շինելու համար, քու մեղքերդ ազատվելու համար, այո, մենք մեր ցևով չենք կրնար ազատվել, բայց մենք չանք պետք է տնենք, մենք պետք է աղոթենք, մենք պետք է ջամփաները փնտրենք, մենք պետք է խոսք փնտրենք, որ մեզի գազադե, գանփաներ, որ մեր վրա է անելու, որբեսի մենք ազատվենք, Հիսուսն է ազատողը, բայց մենք ունենք մեր անելիքը, մեր անձը շինելուն համար, ամեն։ Եթե թուն քու անձդ շինելուն համար, թուն քու անձդ չես շիներ, որ այդ հոգևոր կորձը չես վերցուցած քու վրա, ինչպես կրնաս ուրիշին շինես։ Շատերը առանց իրենց անձը շինելուն, առանց ինչ որ որոշ հասունության հասնելուն, մեկ անգամ են գուզեն ծառայության անցնեն, մեկ անգամ են գուզեն իրավունք վերաբահեն ուրիշին շինելու, ուրիշին բարձրացնելու կամ ուրիշին օգնելու, այո, Գուքան ժամանակը, բայց առաջ քո անձդ շիներ, Աստծո կորձը կատարե, Աստծո փառքին համար։ Գիտեք, մենք մեր անձերը չենք շիները, չենք սրբանարը, որ հետո ասենք, օ, դեսեք, մենք ինչ սուրբ ենք։ Մենք սրբանանք Աստծո միջոցով, Աստծո փառքը դարածելու համար, որ Աստված գրնա մեզի օգտագործե այլևս ուրիշին օգուտ լալու համար։ Եվ ուրիշին օգնելը, եւ քո անձի շինությունը քանքարն է, որ Աստված տված է, որ աշխատցնես։ Ամեն։ Եվ հետաքրքիրը ան է Աստված աս արագը ըսա որ մեկ արագեն հետո 10 գույսերու արագներն հետո։ Այսինքն 10 գույսերուն արագը շատ կապված է դաղանդ ունեցող արագներուն հետ։ Հինգ գույսերը ինչրին, իմաստուն գույսերը ինչրին գսե որ ամաններով զեյթ վերցուցին իրենց հետ։ Իրենք չփավարվեցան մեկով, երկու հատով շատ, ինչքան շատ վերցնեմ, Աստծո այնքան լավ, եւ ադիգա իրենց օգնեց, որովհետեւ իրենք ջամփայելն են, բայց անմիտները դուր ինձի, թուն դուր, իրենք պիտի չի վերցնեն, իրենք չանք պիտի չնեն դուր, կացին իմաստուններուն դուր ինձի խոսք, դուր ինձի գերակրի ինձի երե եւ մերժեցին իմաստունները։ Մենք միշտ գախված ենք վերցնելու եւ չենք ուզեր որ մենք ադիգա ոչ թե միայն մարդը վերցնենք, այլ հարաբերություն ունենանք Աստծո եւ Աստծո վերցնենք աս ամենը։ Եվ իրեն արդեն ասին որ քացեք շուգան, քին վճարեցեք, թուն քին պետք է վճարես այդ զեյթը ունենալու համար։ Քին վճարել գա, քու ժամանակեդ, քու եսեդ։ Քին վճարե, խանութեն վերցուր, խանութը Սուրբ Հոգին է, կնա ժամանակ տիր, որբեսի հասնի սոն։ Քին վճարի եւ վերցուր եւ ես քեզի պիտի չի դամ փառք Աստծուն որ հիմա գուդանք կոր բայց ժամանակ պիտի կա գմերժվի որբեսի այդ անմիտ գույսերը չար ձույլ անբիդան անմիտ ինչ խոսքեր են Աստված գշարե գոր այն մարդուն ով որ փամը չիրավ սխալ փամը չմրած ինքը մեղք չէ գործած փամը չմները շատ նորմալ վիճակ է բայց Աստված ինչ բաներ գսե որ հաջորդը սիրելիս ով նորեն անկոր ձեր եւ փամը չրավ Փարիս Սամարացիի մեջ ինգած մարդուն դեսան քահանան եւ Ղևտացին երկուքն ալ Աստծո խոսքը գիտող երկուքն ալ Աստծուն ճանաչող դեսան խնդիրը ու անցան փամը չրին իրենք քողերը չէին որ ձեզեցին այդ մարդուն
Իրենք քողերը չէին, որ քողցան իր մե, բայց լավնալ չրին։ Իրենք տեսան, ինչ պետք է ընեն, բայց չրին, ուղղակի անցան։ Ուրիշ տեղ, որ նորեն անկորձության մեջ էր, հարուստը, Աղքատ Ղազարոսին, ամեն օր գտեսնար Աղքատ Ղազարոսին գարիքը։ Ինքը վատպամը չրավ, Ղազարոսը, հարուստը, ինքը գաբրեր որ իր կյանքը, իր հարուստության մեջ, ինքը աղքատության մեջ չէ թրած Ղազարոսին, ինչ բարդավոր է, բայց ուրդեղեն գիտենք ինքը գիտեր խոսքը, որովհետև Աբրահամը ասա, որ դուք ունիք մարգարեներուն քիրքերը, կացեք հավատացեք, քիրքերը որ գսեն, որ քու աղքատին բաժին հանեք ու ունեցածդ, բայց չրին, գիտեին լավ ընելը, Փարին փանը գիտեին ինչ պետք է անեն, բայց չեն աներ։ Գիտես, երբ որ գիտես, փամը որ պիտի չի անես, օրինակ, փամը որ չես գիտեր, որ Աստված քեզ մեն ինչ կսպասե, հոնձեց չի գա եւ ահա պիտի գարտամ։ Իսկ այն ծառան Ղուկաս 12:47-ն, որ իր դիրոջ գամքը իմանալով ոչինչ չի պատրաստի եւ ոչ էլ նրա գամքը գադարած կլինի, շատ խիստ կպատժվի։ Իսկ նա, ով չիմանալով է, ձեզի արժանի բան արել, քիչ կպատժվի։ Նրան, ում շատ է դրված, նրանից շատ կպահանջվի եւ ում շատ է վստահվել, նրանից էլ ավելին կպահանջվի։ Այսինքն, չգիտնալով նույնիսկ անեսն է, որ չես գիտեր գոր կամ չրիր, քիչ կպատժվի, բայց հոնալ պատիժ գա, որ չես կործեր գոր, նույնիսկ եթե չես գիտեր գոր։ Բայց գիտնալով, որ Աստված քեզ մի ասինչ սպասումը ունի, եւ դու չես ըներգոր, հոն պատիժ կա գսե գոր, խիստ կպատժվի։ Գիտեք, ուզում եմ ավելացնել մի բան, այն որ եթե քեզ մեկ է տրված, այսինքն մի բան Աստված հայտնել է քեզ, որ դու պետք է անես, լինի դա աղոթք, լինի դա ծառայություն, ինչ էլ որ Աստված հայտնել է, շատ ժամանակ մենք ինքներս ուզում ենք այդ 5-ին հասնենք ու բեռ ենք ավելացնում մեր վրա ու դրա պատճառով ընկնում ենք։ Սիրելիս, հավատարիմ եղիր քո մեկի մեջ, մի նայիր, որ ուրիշը ինչ ունի, որպեսի դու էլ այդտեղ հասնես, դա քեզ կընկացնի, դու հավատարիմ եղիր եւ Աստված կտա, մեկին վրա երբ որ աշխատես, այն բանի վրա, որ Աստված քո առջև արդեն դրել է, կգա մույսը, ամեն։ Ղուկաս 12:47-ում ասում է, որ ծառան տիրոջ կամքը իմանալով, թե ինչ պետք է անի, չի անում, դա մեղք կսեպվի եւ նա կպատժվի։ Իսկ եթե չգիտի տիրոջ կամքը եւ չի անում, քիչ կպատժվի ավելի։ Այսինքն դու քո իմացածը արա։ Ինչ գիտես հիմա ներկա պահին Աստված քեզանից ինչ է սպասում, ինչ սպասում ունի, ինչ աշխատանք է տվել, դա արա, քո իմացածը, չիմացածիդ հետ փորձիր իմանաս, թե ուրիշ Աստված ինչ ունի, որովհետև այնտեղ էլ կպատժվես, բայց ավելի քիչ։ Այսինքն դա չպետք է մեզ ավելի հանգստի մեջ դնի, որ դե չգիտեմ Աստված չի ասել ինձ օրինակի համար, կամ Աստված ասում է մենք չենք փնտրում, որ հասկանանք ինչ ունենք։ Այ դրա համար ենք մենք քիչ պատժվում, որ ինչը գիտենք, անենք, ինչն էլ չգիտենք, փնտրենք եւ հասկանանք Աստված ինչ ունի, որ մենք անենք։ Ամեն։ Ինչը գիտենք, տեսնում ենք, անում ենք, ինչն էլ որ չենք տեսնում, աղոթում ենք, որ Աստված մեզ ցույց տա, ինչ անելիք գործ ունենք։ Անկորձությունը անմեղ բան չէ, որ ես վադը չեմ ներգոր, ուրեմն արդարացված եմ, ուրեմն լավն եմ։ Ամեն։ Դեսնալ, որ ինչ որ Աստված գամք ունի, գրնալալ բստիկ բան է, մենք մգրդությունի անցանք փառք Աստծո, մենք բոլորս ալ Աստծուն խոնարեցուցինք մեր անձերը եւ Աստծո գամքը գադարեցինք եւ օրտնված պիտելանք։ Բայց շատեր կդեսնան գամքը եւ գշրջանցին եւ չեն ըներ։ Այսինքն մեզի դրված չէ, եթե մենք մեր անձերը Աստծուն նվիրած ենք, մենք չենք որոշեր, մենք ինչպիսին պետք է լանք, գուզեմ գոքնեմ, գուզեմ չեմ օգներ, գուզեմ կփոխվեմ, չեմ ուզեր չեմ փոխվիր, ոչ, մեր գամքը մահացած է, մենք մեռած ենք, մեզի չէ դրված մենք որոշելու, երբ որ մենք մեր անձները ինքնագամ, այո նորեն ազատ գամք ունի ամեն մարդ, ադիգա չէ, բայց եթե դու
Աստուն գսես որ ես քեզի համար գաբրիմ գոր ատկե հետո թուն իրավունք չունիս քեզի համար քու ցանկություններուն համեմատ որոշումներ գայացնել ամեն Մարգոս 11:12-ն պիտի կարդամ Հետևյալ օրը երբ Բեթանիայից դուրս էին գալիս Հիսուսը քաղցսկաց հերվից դերևաշատ մի թզենի տեսնելով մոտեցավ որ նրա վրա որևէ մի բան գտնի բայց երբ մոտեցավ դերևներից բացի ոչինչ չգտավ որովհետև դեռ թզի ժամանակը չէր Հիսուսն ասաց թզենուն թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան նրա աշակերտները լսում էին Թզենիի մկովեն Հիսուս կանցներ գոր եւ այդ թզենին դերևներով շատ էր ես մեկ հատ թզենիի նկար ուզեմ ցեզի ցցնել որ պատկերացնեք Թզենի ձարը ինքը ինչով հետաքրքիր է որ իր բդուղը դերևներեն շուտ գելվե այսինքն մոդավոր թզենին որ բդուղ ունի ասդեսք ունի այսինքն երբ որ Հիսուս տեսավ թզենի գսե Արատ դերևներով թզենի, այսինքն երբ որ դերևներ տեսավ, հստակ գիտեր որ հոնդեղը պետք է ըլլար բդուղ, որովհետև բդուղը թզենին դերևներեն առաջ գելեր։ Եվ որ մեծ փարթամ դերևները տեսավ, մոտեցավ, որ պիտի իր քաղցը հագեցնե, չգար անիծեց այդ թզենին եւ ասավ այլևս բդուղ չի դաս։ Այսինքն մենք դուրսեն ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Դուրսեն դերևներ գա, բայց ներսի հոգու բդուղ չի գա։ Դուրսեն գծցնեք մենք գարիք չունենք, մենք լավ ենք, ամեն ինչ լավ ենք, բայց օգուտ չդվավ Հիսուսին։ Հիսուս անոթի էր, պետք է ուդեր թուզեն։ Չգարա դիգա։ Դուրսեն լավ գծցնեն, բայց ներսը մահացած է, ներսը բարապ է, ադիգա հենց անկորդության վիճակի մասին գխոսի գոր։ Աստված ինչ հրավ, ասա որ այլևս բդուղ թող չի դա եւ հաջորդ անգամին որ անցան աշակերտները զարմացան թզենին 4 է։ Այսինքն ուրիշ դեղալ գսե մեկ դարի ժամանակ դուր ես այդ թզենին քիչ մնալ վրան աշխատիմ բդուղ չիփերեն է հետո գդրե։ Ժամանակ կա սիրելիներս մենք հավիդենականություն չունենք երկրի վրա չունենք հավիդենականությունը երկնքում է Մենք պետք է օր առաջ աշխատենք, որ մենք ազատվենք մեր անձերեն նախ եւ ունենանք բդուղներ քաղցրահամ, որ ուրիշները օգտվին այդ բդուղներեն։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը, փառք մեր օրհնյալ Աստծուն։ Հիսուսը նայեք անոթի էր եւ եկավ որ կերակուր ուտի եւ չգտավ այդ կերակուրը։ Իսկ ուրիշ միտեղ Հովանու 4-րդ գլխում մեջ Հիսուս գնաց ջրհորի մոտ եւ Սամարացի կնոջ հետ խոսեց, որը հույս չկար, որ նա հոգեվոր ինչ-որ բան կտար։ Նա 5-6 անգամ ամուսնացել բաժանվել էր։ Սովորաբար աշխարհը նման մարդու, չէ՞, ինչ կնե գոր գարհամար է, սա ինչ կապ ունի Հիսուսի հետ, չէ՞։ Բայց երբ որ խոսակցություն եղավ Հիսուսի եւ Սամարացի կնոջ մեջ, վերջեն, երբ որ այդ կինը ընդունեց, հոս ուշադիր եղեք Կինը ընդունեց, Հիսուսը մենակ էր, աշակերտները գնացել էին, որ կերակուր բերեն, որտեվ Հիսուսը անոթի էր։ Եվ եկան, կինը ասավ, քնամ ես գյուղ հայտնեմ, թե դու ես Քրիստոսը։ Երբ որ Սամարացի կինը գնաց, աշակերտները կերակուրը բերեցին, որ կերակուր ուտի Հիսուս, Հիսուսը ասավ, ես անոթի չեմ։ Ու նայեցան ուտելու բանը չկա։ Ուտելու ոչինչ չկա։ Ասեցին, զարմացան աշակերտները, ասեն, ինչ ես կերել։ Սա իմ կերակուրս հորս կամքը կատարելն է։ Այսինքն նա Սամարացի կնոջից կերավ եւ կշտացավ։ Որովհետեւ նա սուրբ էր կինը, ոչ, 5-6 անգամ ամուսնացել բաժանվել էր։ Նա բաց էր ընդունելու Քրիստոսին։ Նա ընդունում էր Հիսուսի խոսքերը։ Ու երբ որ մեկը ընդունում է Քրիստոսի խոսքերը, լինում է պիտանի Աստծո համար, որովհետև նա թույլ է տալիս, որ Հիսուսի խոսքը իր մեջ կյանք բերի։ Աստված դրա համար ասում անպիտան եւ չար ծառա։ Ինչու? Որտեղ այդ մարդը սխալ ճանաչողություն ունի, ու այդ մարդուն ասում են սա չի Հիսուսը, այդպեսին չէ։ Նա ցանում է անպայման, հետո է հնձում, ասում է չի։
նա բանը չցանած տեղ ուզում է հնձի։ Չէ, դու սխալ ես ճանաչում Հիսուսին։ Նա ցանում է եւ հետո է հնձում։ Եվ այդ Սամարացի կնոջ հետ ունեցած իր հաղորդակցությունը ասում է հորս կամքը կատարեցի ես։ Տեսնում եք, ընդամենը խոսակցություն էր, բարձ խոսակցություն ենք մենք կարծում, բայց Աստծո կամքը կատարելն էր դա։ Մենք ալ երբեմն բարձ խոսակցության մեջ կարող ենք հզոր բաներ անել Քրիստոսի մեջ, բայց մենք կարծում ենք, որ գործը այն է, որ չեմ գիտեր, սահմանումներ ենք դնում Աստծո մեջ։ Ասի պիտի նեմ, անի պիտի նեմ, չէ, սխալ ենք ճանաչում Աստծուն։ Աստծո գործը կատարելը նախ ընդունել Աստծո սերը, ընդունել Աստծո ողորմածությունը, շնորհքը, քաղցրությունը եւ հավատքի քայլ անել, հնազանդել Աստծուն։ Ամեն։ Եվ մենք իրապես, երբ որ մեր անձերը կարևորենք, օրինակ, մենք ավելի կարևորում ենք աշխարհիկ բաներ, քան Աստծո խորհուրդները։ Աստծո ամեն ստեղծածը կարևոր է, Աստծո տան մեջ գտնվելը կարևոր է, Աստծո հոգով առաջնորդվելը կարևոր է, Աստծո ձայնը լսելը կարևոր է։ Եթե մեր ուժը ներդնում ենք ինչպես լսեմ Աստծո ձայնը, ինչպես կատարեմ Աստծո կամքը, սա արդեն ներդնում է, սա արդեն մեկը երկու է դառնում, որտեղ դու ջանք ես անում եւ Աստված անպայման կպատասխանի քո ջանքին։ Տերը օրհնելով օրհնե ամեն մեկից։ Հիմա մենք հաղորդություն կընդունենք, որպեսզի մենք չլինենք չար եւ անպիտան ծառա, ծույլ ծառա, լինենք հոգեվոր աշխուժ, հոգեվոր զորավոր, հոգեվոր գործով Աստծո մեջ Հիսուսի անունով։ Թող Տերը օրհնե ամեն մեկին, միտքը, սիրտը, այսօրվա լսածը թող ձեր մեջ մնա, թող ձեր մեջ, օրինակ, միշտ մենք ասում ենք, որ ես չեմ հիշում, լավ, աղոթել ես, որ Տեր, ինչու չեմ հիշում, օգնիր, որ ես հիշեմ քո խոսքը։ Այսինքն ներդնում ես անում Աստծո գործը։ Ամեն, ներդնում ես, պատճառը տուր ինձ, հարցուր եւ հետո պատրաստ եղիր լսել եւ կատարել։ Սա անպիտան չես լինի։ Սա կլինես պիտանի, որ Աստծո ցանած խոսքը, որ ցանվում է ձեր մեջ, դա ի գործ ես դնում։ Ինքը ցանում է մեկ հատ, դու դրա վրա աշխատում ես, մեկը երկուս ես անում։ Մեկ հարցումը քո կողմից Աստծուն կամ Աստծո ծառային, քարոզիչին կամ քիծողին, դա գործ է եւ անպիտան չես լինի, անպայման պիտանի կլինես Հիսուսի անունով։ Ամեն։